Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ երգչուհի Տաթև Ասատրյանի մենահամերգը։ Օրեր շարունակ ողջ համացանցը քննարկում էր ոչ միայն գեղեցիկ ու ստացված մենահամերգը, այլ նաև Ռազմիկ Ամյանի ընկնելը բեմից ելույթի ընթացքում։ Ռազմիկն ու Տաթևը կատարում էին իրենց ամենահիթային երգերից մեկը՝ «Իմ սրտի այգին է կանաչել» երգը։ Երգի ընթացքում երգիչը չի նկատելու պատահմամբ ընկել է բեմից։ Արդեն 3 երգիչ Արամեն նոր հոլովակ է հրապարակել Ռազմիկ Ամյանի մասնակցությամբ ու հարցրել նրան՝ չի ընկնի, չէ՞, իսկ Ռազմիկն էլ հումորով պատասխանել է՝ այստեղ, հիմա, չգիտեմ, չեմ կարա ասեմ։ Հոլովակում նշվում են երգիչները, իսկ մենք ներկայացնում ենք ինչպես այս հոլովակ, այնպես էլ համերգից բացառիկ կադրեր։ Ռազ, չես ընկնի, չէ՞։ Այսօր հիմա չի։ Հազար ասեցի, այս անկյունը փակեք, դուք չգիտեք Ռազմիկից մի հատ ունենք։ Այստեղ ենք ցավդ տանեմ։ Ես մենք շատ երգիչներ ունենք, բայց Ռազմիկից մի հատ ունենք։ Ճիշտ է։ Շատ եմ Անունը այդքան էլ հայտնի չէր մարդկանց։ Ես մասնակցում էի մի հարսանեկան արարողության, որտեղ ելույթեր ունենում իմ ամենասիրելի արտիստներից մեկը։ Երբ ես նստած հիացած լսում էի նրա կատարումը, ինձ մոտեցան եւ խնդրեցին, որ ես բեմ բարձրանամ եւ երգեմ նրա այդ այն երգը, որը նա այդ պահին կատարում էր։ Ես նրան տեսել էի միմիայն հեռուստացույցով եւ ինձ համար այդ տարիների երազանք էր իսկապես նրան տեսնել իրականում ու պատկերացնում եք նաեւ երգել հետը։ Մի խոսքով, տեղիցս վեր թռա ուրախ վազեցի դեպի բեմ, իմ դիմաց դուրս եկավ նրա պրոդյուսերը եւ ինձ թույլ չտվեց, որ բեմ բարձրանամ։ Ասեց, որ դուք իրավունք չունեք իմ արտիստի հետ երգեք։ Բայց հետո հասկացա, որ ճիշտ էր ասում։ Հայ, ժամանակ ես չունեի այդ իրավունքը։ Եվ սկսեցի օր ու գիշեր աշխատել, որ վաստակեմ այդ իրավունքը։ Եվ տարիներ հետո իմ ժողովուրդը, այսինքն դուք, ինձ տվեցիք իրավունք, որ ոչ թե մեկ անգամ, մեկ բեմում, այլ հարյուրավոր բեմերում միասին երգենք Ռազմիկ Ամյան։ Ուզում եմ, որ ամեն ինչ քո կյանքում լավ լինի։ Հովհաննիսյանը իր Live From հաղորդման շրջանակներում հյուրընկալել է երգիչ Ռազմիկ Ամյանին։ Նշենք, որ Ռազմիկը այն հայտնիներից է, ով եթե չասենք չի մասնակցում հարցազրույցներին, ապա փաստենք, որ քիչ թվով հարցազրույցներ է տալիս։ Star News-ը հետևել է սիրված երգչի անկեղծ զրույցին, որի ընթացքում նա խոսել է իր խմիչքից, թմրանյութերից հրաժարվելու մասին։ Նա արտասվել է զրույցի ընթացքում։ Ամալյան նշեց, որ տարիների ընթացքում, երբ Ռազմիկը չէր մասնակցում հարցազրույցների, նրա անվան շուրջ լեգենդներ էին հյուսվում։ Գիտեք, առհասարակ հարցը նրա մեջ չի, ինչ կարող են խոսել, դրական թե բացասական, բայց կան բաներ, որոնք ինքս իմ մեջ ցանկություն կա բացատրվելու։
Դա պարտավորություն եմ համարում, որովհետև մեղավորություն եմ համարում լռելը։ Խոսելով Միացյալ Նահանգներում տարվա մեծ մասն անցկացնելու մասին երգիչը նշեց, որ ինքն ունի Հայաստանի անձնագիր, պարզապես աշխատանքի բերումով ամբողջ տարվա ընթացքում շատ է լինում այնտեղ։ Միացյալ Նահանգների քաղաքացիության համար հիմա դիմել եմ, թղթերը ընթացքի մեջ են։ Բայց դա այն չի, որ ես ուզում եմ գնամ, ապրեմ։ Ես այստեղ եմ ինձ հանգիստ զգում։ Իմ երեխաների համար եմ անում այդ ամեն ինչը։ Իրենք հիմա ԱՄՆ-ում են, այնտեղ են դպրոց գնում, բայց դա իմ որոշումը չի, դա իրենք են որոշել, ու ես մեծ սիրով համաձայնվել եմ։ Ռազմիկը նշեց, որ իր մեջ 2 ռազմիկներ են եղել, որոնցից մեկը մյուսին հաղթելու ճանապարհին է։ Ռազմիկի խոսքով ինքը շատ է ցավեցրել իր սիրելի մարդկանց եւ հիմա շատ է ափսոսում։ Հիմա, երբ դուրս եմ գալիս տնից, սիրում եմ նայել հայելու մեջ, բայց այդ անցյալը շատ չի թողնում հիանալ։ Երգիչը նաև խոսեց ամուսնալուծության լուրերի մասին, որոնք շատ են եղել։ Ամուսնալուծվելն այսօր ինչ է, թղթով չի։ Երբ որ դու հեռանում ես քո սիրելիից, հեռանում է միտքդ նրա մտքից, ու դու ցավեցնում ես քո երեխաների մորը, ով քեզ երեխեքից շնորհիվ կյանք է տվել։ Բայց մենք միասին ենք։ Երբեք չենք ամուսնալուծվել, չնայած դրա համար շատ առիթներ են եղել, բայց փառք Տիրոջը, որ ինքը հասկացող է, ու մենք իրար հետ ենք։ Ինպես խմող չի եղել, խմելուց սկսած մինչև ամենավերջին սովորույթներն ունեցել եմ։ Միանգամից հասկացա, որ մեր սերը պետքա լինի նարկոտիկը։ Ռազմիկ Ամյանը նաև խոսեց իր ուսուցչին երկար ժամանակ չտեսնելու մասին ու հուզվեց։ Շատ եմ ամաչում, որ իրեն չեմ տեսել երկար ժամանակ, հետո իմացա, որ ձյաձ Ժորան չկա, ու ես ուշ եմ իմացել, շատ եմ ամաչում, ու մինչև այսօր չեմ տեսել իրեն։ Այ էդ է ցավացնում շատ, կարող է թվա դերասանություն եմ անում, որ տեսնի ինձ ների, անկեղծացավ երգիչը։ Ինչպես արդեն հասցրեցինք նշել, Ռազմիկ Ամյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում, սակայն սոցիալական հարթակներում ընտանեկան հրապարակումներ շատ քիչ է անում։ Այժմ առաջարկում ենք դիտել մի քանի հոլովակ Ռազմիկ Ամյանի մասնակցությամբ, առանց մեկնաբանության։ Մի քանի րոպեներ անց սիրելիներս նավահանգստում կսկսի մեր ոնց են ասում իրան դու լավ ես ասում Համերգային շոու ծրագիրը։ Այո։ Մենք հիմա գտնվում ենք Էնսինադայում։ Արդեն ափին ենք եւ Էնսինադայում կատարել ենք Պենսինադա, Սերենադա եւ լավ ժամանինադա ենք անցկացրել։ Ու ինձ նովապրես լծված լինես իմ մեծ սիրով ու ինձ նովապրես ծնկի չար ես կաղոթեմ քո կյանքի համար ծնկի չած ես կաղոթեմ քո կյանքի համար ապրիմ այն Հայաստան հայոց աղունակ բարևտան գնա դեպի այն Հայաստան հայոց աղունակ բարևտան թե որտես գերված մասից մենք նրա համար ենք լալիս ծնկաչոքայի ենք գալիս հայոց